ես ճանաչել եմ բարձր տեխնոլոգիայի նախարարներ շատերին, մեր նախագահային բան, վատ մարդիկ չեն, ոչ մի դեպքում, բայց մի մարդը, որը ընկերներից հետ որ խոսում են, գործարար ընկերներից հետ խոսում են, բան, ասում Մխիթար Հայրապետյանը չի քնում գիշերները, ինքը ոնց է 24 ժամ օրական աշխատում։ Ու մեր ռազմավարությունաբերությունը ու բարձր տեխնոլոգիաները հիմա որ համեմատ նրան հասան երկինք, դա ձեր մեծ աշխատանքն է։ Ես իհարկե շատ եմ հարգում եւ մեր նախագահային, եւ Չոբանյանին, եւ Մեհրաբյանին, Արտյոմին, եւ այլը, բայց դուք մի քիչ ավելի ժոստի մարդ եք ու ձեր մոտ ամեն ինչը մի քիչ ավելի բանով է ստացվում։ Ես ձեզ շատ շնորհակալ եմ դրա համար ու սկսենք մեր զրույցը։ Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, հաշվի առնելով, որ 20 րոպեից ճիշտ եմ հիշում, 9-ին մեծ բանավեճը պիտի սկսի հանրայինի եթերում, մի անգամից անցնենք բովանդակային թեմաներին, բայց նորից շատ շնորհակալ եմ, շոյված եմ այս տեսակ վերաբերմունքի համար։ Հիմա խնդրեմ հարցեր տվեք, փորձեմ արագ պատասխանել։ Եկեք այս 20 րոպեվա մեջ մենք կտեղավորվենք, պարոն Հայրապետյան։ Եկեք սկսենք այն ոլորտից, որում դուք եղել եք, հիմա դա արդեն ձեր ոլորտը չի, բայց все-таки դուք կառավարությունն եք ու հիմա ու այն ժամանակ եղել եք Սփյուռքի նախարար, այն ժամանակ նախարարություններ, մենք ձեզ հետ հանդիպել ենք այն ժամանակ։ Մի հատ հարցս մի րոպե կտևի, բայց հարցն եմ, ուրեմն նայեք, некто Адольф Алоизович по фамилии Гитлер նստած էր Բերդում 22 թվին, 1922 թվին, ու գրեց գիրք Mein Kampf, Моя борьба։ Ունդեղ ինքը պարզ գրել էր, որ ինքը եթե գա կառավարությանը, ինքը գնդակարելու է սաղ կոմունիստներին։ 33 թվին, որ եղավ ընտրություններ Գերմանիայում, ինքը հակառակորդի հետ հավաքել էր նույն ձայները 37%, կոմունիստները հավաքել էին 11%։ Կոմունիստները իմանալով, որ իրաց գնդակահարելու են, տենց էլ եղավ իմիջիայլոց։ Այդ 11%-ը տվեցին Հիտլերին, ինքը հաղթեց։ Գիտեք ինչի, Մոսկվայից զանգ եկավ, кто меня финансирует, тот меня и танцует։ Հիմա ճիշտ չի լինի, եթե Հայաստանը Սփյուռքին մշակույթի կենտրոններին, բաներին ֆինանսավորի, որ Հայաստանը կարողանա դիկտավать условия, ոչ թե Սփյուռքը Հայաստանին պահի։ Կարծում եմ լավագույնս այդ հարցին կպատասխանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը, վստահ եմ, որ ունեք առիթ իր հետ կապի մեջ եք, ծանոթ եք, եթե ոչ, ես միջնորդեմ մեծագույն սիրով, որ ինքն էլ ձեզ հետ եւ ձեր սիրելի լսարանի հետ շփվի հենց բուն Սփյուռքի թեմաներով, բայց եթե շատ կարճ ասեմ, որ շատ վաղուց ինձնից էլ առաջ դեռևս Հրանուշ Հակոբյանի պաշտոնավարման ժամանակներից մի շարք ծրագրեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը այն ժամանակ Սփյուռքի նախարարության խողովակով իրականացրել է տարատեսակ մշակութային կենտրոնների, թերթերի, պարբերականների ֆինանսավորում է իրականացրել եւ այսպես շարունակ, այսինքն այնպես չէ, որ նմանատիպ ծրագրեր չկան, բայց նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի պաշտոն է վաղուց նաեւ չեմ առնչվում մանրամասնորեն, կարծում եմ գործընկերս շատ ավելի հանգամանալից կներկայացնի թե մեր քաղաքականությունները եւ այսպես կոնցեպտը Սփյուռքի հետ հարաբերություններում, որովհետեւ իմ կարծիքով դեռ 18 թվականին ես ասում էի, որ կլինի ուժեղ Հայաստան, եթե Սփյուռքը լինի ուժեղ, եւ ճիշտ հակառակը Հայաստանը կլինի ուժեղ, եթե Սփյուռքը լինի ուժեղ, եւ սա երկկողմ հոգատարության եւ երկկողմ պատասխանատվության հայեցակարգ էր առաջ բերում, բայց նորից ես ինձ թույլ չեմ տա շատ ավելին խորանալ, կարծում եմ, որ ինձնից ավելի կոմպետենտ մարդիկ կան կառավարությունում այս թեմայով, առավել հետաքրքիր բովանդակային թեմաներով ձեզ հետ կիսվելու։ Я очень ценю ваше чувство такта, просто надо было спросить. Հիմա եկեք խոսենք մեր բարձր տեխնոլոգիաներից, ես տեսա ինչ եկավ Հայաստան մտավման։
ինչա կառուցվել, ինչա կառուցվում, ինչա պատրաստում կառուցվել։ Պարոն Հարապետյան, մենք ձեզ հետ զրուցել ենք, դուք ասեցիք Գորջան, մենք մի ամիս հետո կխոսենք, որ ես չասեմ ինչ ենք պատրաստում անել, ինչ ենք արել արդեն, դե ավելի հեշտ կլինի խոսել։ Եթե կարելի է այդ բայց բարձր տեխնոլոգիաները շատ լայն հասկացություն են։ իհարկե Ձեզ կոնկրետ որ ուղղությունն է հետաքրքիր, ըստ էության խոսենք։ Պաշտպանական արդյունաբերությունից մինչև արհեստական բանականություն, մինչև կիսահաղորդչային ինդուստրիա, մինչև բոլորը Բոլորը 15 րոպեում ի ուրախություն մեզ եւ մեր պետության հնարավոր չի հասցնել, որովհետեւ մի բանա գորամատունին ասում, մի բանա դուք եք ասում։ Դե եկեք արագ գնանք փորձենք որքանով որ դա հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում պաշտպանական արդյունաբերության կամ ռազմական արդյունաբերության ոլորտում իհարկե գիտեք ունենք լուրջ առաջընթաց չեմ ուզում այլ բառերով այսպես նկարագրել որովհետև նաև շատ կարևոր է որ չընկնենք մենք էյֆորիայի մեջ եւ չկտրվենք իրականությունից որովհետև ոլորտը ընդամենը մի քանի տարեկան է 4, 5, 6 տարեկան է տեսեք մենք ունենք ընկերություններ այնպիսիք ինչպիսին Դավառոն է կամ այլ ընկերություններ որոնք գրանցված են եղել դեռևս 2007-8-9 թվականներից բայց 2007-8-9 թվականից մինչև 20 թվականը, 21 թվականը նմանատիպ ընկերություններ ունեցել են միայն մեկ աշխատող եւ ըստ էության մենք չենք կարող հաշվել, որ նմանատիպ ընկերությունները գոյություն են ունեցել, որովհետեւ որպես այդպիսին գործունեություն չեն ծավալ։ Այսինքն այն ինչ մեզ հետ տեղի ունենում այս ոլորտում հիմնականում 2021-22 թվականից հետո կարող ենք առանձնացնել եւ սրա կոնկրետ դրսևորումը թվերի մեջ է այսինքն 18-19 թվականներին մենք ունեինք ընդհանուր ոլորտում 9 միլիարդ դրամի շրջանառություն այսօր 70 միլիարդ եւ այն դինամիկ աճում է ինչու կամ ինչպես է ստացվեց ըստ էության սա մի մեկ թույլ տվեք ասել ռազմավարական որոշման արդյունք է երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարզապես ուղղակի որոշեց որ պիտի ունենա ռազմական արդյունաբերություն ինչու մենք եկանք այդ համոզման մի շարք հանգամանքներից ելնելով օրինակ պատերազմի ժամանակ ինքնաբավության խնդիր կար դրան հաջորդող ժամանակահատվածում կային մի շարք լոգիստիկ խնդիրներ այդտեղ իհայտ եկավ զենքերի կամ ռազմատեխնիկական գնումների դիվերսիֆիկացիայի խնդիր եւ այսպես շարունակ եւ կառավարությունը հասկացավ որ Հայաստանի ներսում պիտի փնտրես մի շարք հարցերի լուծման բանալին եւ նաեւ կառավարությունը նման որոշում կայացրեց հասկանալով որ ունի ներուժ ի ուրախություն մեզ բոլորիս ունի գիտական, գիտատեխնիկական, ինժեներական լրջագույն ներուժ Գայլուց ասեմ որ ստացվեց Այո եւ սա իհարկե չի նշանակում որ Հայաստանը արտադրելու է ամեն բան Սա չի նշանակում որ Հայաստանը նման ամբիցիա պիտի ունենա Սա նշանակում է որ կլինեն ուղղություններ որտեղ Հայաստանը պիտի ձգտի գերազանցության դրանք կլինեն ռազմամթերքի արդյունաբերություն տրոնաշինություն ռոբոտաշինություն եւ այսպես շարունակ իհարկե ժամանակը ցույց կտա որովհետեւ նաեւ տեխնոլոգիաներն են շատ արագ փոխվում բայց իհարկե այս պահին ըստ էության ձևավորվում է որոշակի պատկեր թե Հայաստանը պաշտպանական արդյունաբերության համաշխարհային քարտեզի վրա որ տարածքը կարող է գրավել հիմա հիմնարար որոշումը դա եռամյա պայմանագրերն էին երբ կառավարությունը գնաց լրջագույն համարձակ մի որոշման ըստ էության ինչպես նշեցի գրեթե չունենալով ինդուստրիա ոլորտ ինչու եմ ասում գրեթե որպեսզի նաև չնսեմացնեմ մի քանի խմբերի որոնք դեռևս ապրիլյան պատերազմից հետո սկսեցին ակտիվորեն որոշակի լուծումներ առաջարկել բանակին ինքս եմ տեսել Սա շատ կարևոր է եւ ես ուզում եմ անընդհատ մենք մեր մտքում ունենանք որ եղել են այդպիսի մարդիկ եւ պիտի արժանին իրենց մատուցել բայց որպես այդպիսին ոլորտ որպես առանձին տնտեսության սեգմենտ բնականաբար այս ամենը ընդամենը 4-5 տարիների մասին է եւ 172 միլիարդ դրամի
երամյա ծրագիր առաջարկվեց կառավարության կողմից, կրկնում եմ, շատ ռիսկային ու շատ համարձակ։ Բայց հաշվի առնելով մեր այսօրվա ժամանակային սղությունը, թռիչք կատարենք մեր օրեր։ Մենք այսօր ամփոփում ենք նաև Rise Expo-ի շրջանակում ենք ամփոփում առաջին ծրագիրը եւ մենք հայտարարում ենք, որ այն հաջողված էր։ Արդարացված էր կառավարության այդ որոշումը մեր հարկատուների գումարները կենտրոնացնելով պետական բյուջեում եւ ներդրում կատարելով տնտեսության այս ճյուղի մեջ։ Մենք ունենք արդեն ռազմարտունաբերության ոլորտ։ Այն դեռ նոր է սկսում իր ճանապարհը, իր ուղին, չի կարելի մեծամտանալ, չի կարելի կտրվել իրականությունից, որովհետեւ մենք դեռևս համաշխարհային կարևորագույն եւ խոշորագույն խաղացողներից շատ հետ ենք։ Բայց զուսպ համբերատար աշխատենք, ակտիվացնենք մեր շփումները եւ թիրախային աշխատենք նաեւ մեր ռազմավարական, այդ թվում եւ նոր գործընկերների հետ, միջազգային գործընկերների հետ։ Գիտեք, վերջերս օրինակ առաջին անգամ գնում կատարվեց Միացյալ Նահանգներից Vibat ուրեմն տեսակի Shield AI ընկերության դրոնները աշխարհում յուրահատուկ իրենց տեսակով հետախուզական դրոններ եւ մենք նույն ընկերության հետ նաեւ քննարկում ենք համատեղ տեխնոլոգիաներ մշակելու, մշակումներ իրականացնելու։ Վերջերս նախագահ Մակրոնի այցի շրջանակում ես անձնապես ստորագրեցի, պատիվ ունեցա ստորագրելու փոխըմբռնման հուշագիր Ֆրանսիայի գործընկերների հետ համատեղ ռազմական տեխնիկա արտադրելու վերաբերյալ։ Սա նշանակում է, որ մենք մեր ռազմարտունաբերողներին մի մեծ նոր դաշտ ենք ստեղծում, նոր գիտելիք ներմուծելու Հայաստան եւ չպարփակվելու մեր սեփական գիտելիքների մեջ, որովհետեւ այդ գիտելիքները սահմանափակ են։ Ես 3 ֆորումի ընթացքում Rise-ում հայտարարեցի, որ մենք շատ մեծ ձեռքբերումներ ունենք եւ անգամ արտահանում ենք իրականացրել այս ընթացքում վերջին 1 ամսվա ընթացքում 2 երկիր, բայց որևէ պարագայում չպիտի թույլատնի մեր ընկերությունների զգոնությունը ու մղի նրան, թե մենք արդեն ամեն բան գիտենք։ Բացի այդ, մենք նաև պաշտպանության նախարարության գործընկերների հետ իդեպ ասենք, որ մենք նմանատիպ հաջողությունները, ես պետք է խոստովանեմ, որ ոլորտում գրանցված է նաև պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի եւ իրենց թիմի ռազմական հայրենական արտադրանքի նկատմամբ եւ արդյունաբերության, տեղական արդյունաբերության նկատմամբ բոլորովին այլ տեսակի վերաբերմունքով, քան մենք նախկինում ունեցել ենք։ Ես պետք է ասեմ, որ պաշտպանության նախարարը եւ իրենց թիմը իրենք ամբողջությամբ սատարում են մեր ռազմարտունաբերողներին եւ այն ինչ եւ կիսում են մեր այն հայեցակարգային մոտեցումը, որ այն ինչ հնարավոր է արտադրել Հայաստանի ներսում, չպիտի գնվի դրսից։ Սա հստակ մոտեցում է։ Բացի այդ, հիմա մենք նոր խոսակցության դաշտ ունենք, անգամ դրսից հնարավոր այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք Հայաստանում դեռևս հնարավոր չէ մշակել եւ արտադրել, այդ պարագայում անգամ նման դեպքերում գնումների պարագայում լոկալիզացիայի խնդիրներ դնենք։ Այսինքն դրսի ընկերությունները, որտեղից մենք գնումներ ենք կատարում, նրանց եւ մեր հայրենական արտադրողների միջև կամուրջներ ստեղծենք, որպեսզի կարողանանք մի շարք զինատեսակներ լոկալիզացնել, տեղայնացնել եւ ինչ որ մասը արտադրել պարտադիր Հայաստանի Հանրապետության ներսում։ Սա նշանակում է տեխնոլոգիայի տրանսֆեր, որը ամենակարևորն է, ամենաանգին բանն է այս ողջ պատմության մեջ։ Այսինքն մենք գնումներ կատարելիս նաև պիտի դիտարկենք հնարավորություն տվյալ տեխնոլոգիայի տրանսֆերը ներմուծումը դեպի Հայաստան, որպեսզի մեր գիտնականները, մեր ինժեներները, մեր հետազոտողները, ռազմաճյուղաբերական մեր ընկերությունները հասանելիություն ստանան այդ օրինակ տեխնոլոգիաների։ Հարստական բանականության մասին գուցե այլ առիթով կհասցնենք խոսել, գիտեք, որ օրինակ վերջերս կրկին օգոստոսի 8-ին 25 թվականի ստորագրվեցին փաստաթղթեր Միացյալ Նահանգների հետ, որ հիմնարար կամ հեղափոխական քայլ էր մեր երկու երկրների հարաբերություններում հենց տեխնոլոգիաների ոլորտում։ Դա առաջին անգամ հնարավորություն տվեց հասանելի դարձնել աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներին, Nvidia-ի Blackwell տեսակի չիպերին, որոնք այս պահի դրությամբ շուկայում առկա ամենաառաջատարն են նմանը չունեցող։ Եվ այսուհետ մենք կարող ենք պարտորեն ասել, որ Հայաստանի Հանրապետության
նմանատիպ չիպերով ձևավորված սերվերային սարքավորումներով հագեցած, այսինքն սուպեր համակարգչով հագեցած արհեստական բանականության գործարաններ ենք ունենալու։ Նույնը պիտի տեղի ունենա ռազմարդյունաբերության հետ։ Մենք պիտի հասանելիություն ստանանք նմանատիպ տեխնոլոգիաների, պիտի անընդհատ ու անդադար սովորենք, հարցեր տանք մեր ռազմարդյունաբերողները մեզ հետ միասին պիտի փորձեն հասանելիություն ունենան նմանատիպ գիտելիքների եւ նոր մակարդակի վրա բարձրանանք։ Այն դրոնները, որ մենք ունենք աշխարհի շատ երկրներում, օրինակ արհեստական բանականության լուծումներով մի շարք տեսակներ շատ հետաքրքիր են։ Բայց սա նշանակում է, որ կան որոշ տեղեր, որտեղ մենք ունեցել ենք հաջողություններ, բայց սա պիտի զարգացնենք։ Եվ սրա համար այս հաջողությունները տեսնելով եւ հողեղեն զգալով այդ ամենը, կառավարությունը մեկ այլ շատ կարևոր ռազմավարական որոշում կայացրեց առաջիկա տարիների համար շարունակել երկարաժամկետ ուրեմն գնումների այս գեղեցիկ ու ռազմավարական ուրեմն նշանակություն ունեցող մշակույթը եւ եւս 190 միլիարդ դրամ արդեն իսկ առանձնացվել է կրկին հայրենական արտադրողներին պատվիրակելու այդ գումարը ուղիղ ներդրում է եւ արդյունաբերության զարգացման մեջ եւ տեխնոլոգիական զարգացման մեջ եւ բնականաբար գիտության զարգացման մեջ։ Պարոն Հարապետյան, սենց հարց, ուրեմն քանի որ գործարաններ են կառուցվում պոլուպրավատիկովի ռազմարդյունաբերության գործարաններն են զարգանում եւ այլն, то есть մենք ստեղծում ենք աշխատատեղեր, որը ոչ թե գաճ-քսողական վուլկանիզացիա ագրիշկաբան, ամենայն հարգանքով գաճ-քսողների նկատմամբ։ Այո, իհարկե, բայց մենք հիմա գործարանից գնում է Զակազք ինստիտուտը, որ իրանք այդ սպեցիալիստներին մեծացնեն բարձր աշխատավարձով, իրանք որ հետո աշխատելու են ապահովված լինելու ամբողջ կյանքում։ Մոտարապես ինչ քանակի աշխատող է պատրաստվում այնտեղ բանանի։ Այս պահի դրությամբ դուք նորից ուզում եմ շատ ընդհանրական, ես կդժվարանամ ասել։ Դուք հիմա նկատի ունեք արհեստական բանականության տվյալային կենտրոնների կամ ԱԲ գործարանների մասին։ Բոլոր ոլորտի մասին խոսում, բարձր տեխնոլոգիայի, թե ռազմարդյունաբերությունն է, թե օրինակ, եթե տեսեք, նախ վաղը մենք էքսկլյուզիվ բան եմ ասում, ցես երևիկ, վաղը մենք հրազդանում մի շատ կարևոր իրադարձության ենք մասնակից լինելու, հենց արհեստական բանականության տվյալային կենտրոնի հետ կապված, ակնկալում եմ, որ նաև ձեր լսանը հետևի, ակտիվորեն հետևի, լավ նորություններ ենք ունենալու։ Օրինակ Firebird ընկերությունը առաջին փուլի իրականացման ընթացքում 100 աշխատատեղ կունենա Հրազդանում, երկրորդ փուլով արդեն 1000։ Բայց նմանատիպ գործարաններում, տեսեք, 1000 աշխատատեղը չափազանց կարևոր է։ Բայց նմանատիպ 5 միլիարդի հասնող ներդրումային ծրագրերի առանցքային նշանակությունը աշխատատեղերը չեն։ Դրանք այսպես հարակից կարևոր գործոններ են։ Սա բոլորովին այլ բանի մասին է։ Այնտեղ հիմնականում ավտոմատացված մեխանիզմների ու համակարգերի ներդրմամբ գեներացում է այսպես անպային ծառայություններ արհեստական բանականության լուծումներով, որոնք պիտի մատակարարվեն աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիական հսկաներին։ Այդտեղ գեներացվում է լրջագույն люди, которые սովորել են, соответственно, нужен высокий интеллект. Հասկանում դրա մասին է խոսքը, որ այդ 1000 հոգի Հրազդանի համար դա քիչ թիվ չի։ Ռազմարդյունաբերական ընկերությունները բոլորովին այլ պատմություն է։ Այնտեղ եւ գործարանային, այսինքն արտադրական տարածքներ կան, եւ կան ինժեներական եւ հետազոտական տարածքներ։ Տեսեք, մեզ համար ռազմավարական կարեւորություն ունի R&D-ն, այսինքն գիտահետազոտական աշխատանքները եւ փորձարարական մշակումները։ Ինչու՞։ Որովհետեւ մեր նպատակը նորարարություն, ինովացիա բերելն է այս ոլորտ։ Եթե չկա ինովացիա, եթե չկա նորարարություն, չկա նաև զարգացում։ Սա մեզ համար կենսական կարևորություն ունի եւ սրա համար մենք նաև առանձին ծրագրեր, առանձնահատուկ ծրագրեր ունենք ռազմարդյունաբերողների համար։ Մենք ամեն օր անդադար խրախուսում ենք, որպեսզի նոր գիտելիք ստեղծվի եւ այդ գիտելիքը բերվի դեպի պաշտպանական արդյունաբերության ոլորտ։ Առաջընթացի կամ թռիչքաձև զարգացման նախապայմանը։ Այսինքն այս իմաստով կրկին պիտի տարանջատենք, այսինքն գործարանային արտադրական տարածքներում աշխատողներ համապատասխան մասնագիտություններով, ռազմամթերքի վրա
տարբեր մասնագետներ, քիմիկոսներ, ֆիզիկոսներ, այսինքն մենք նաև պիտի ասեմ, որ առաջին անգամ այս որոշմամբ ստեղծել ենք ինդուստրիալ պահանջարկ գիտնականի համար։ Սա շատ կարևոր է։ Իհարկե լավ կհիշեք, որ դա Հայաստանի պատմության համար կամ մեր ժողովրդի պատմության համար նորություն չէ, դեռևս խորհրդային տարիներին հենց մի շարք ինդուստրիալ ուղղություններով պահանջարկ ձևավորվում էր գիտնականների կամ հետազոտողների համար։ Բայց վերջին տասնամյակների ընթացքում ցավոք սրտի այդտեղ դադար եղավ։ Եվ սա նշանակում է, որ սա նոր էջ է բացվում նաև գիտության զարգացման համար։ Սա ուղիղ ներդրում է նաև գիտության զարգացման մեջ։ Ու առաջի անգամ Հայաստանի գիտնականները աշխատում են Հայաստանի համար, ոչ թե սովետական միության համար, կամ են մեկի համար, կամ են առաջի անգամ։ Ու իրանք իմիջ заказ работать գործարանները իրան заказ են տալի, դա շատ կարևոր է։ Պարոն նախարար, եթե թույլ տաք, Ես ասեմ Ժողովուրդ, այս ամեն ինչը որ լսում եք, դուք հասկանում եք, եթե մենք ամսի 16-ին, ամսի 7-ին ճիշտ ընտրություն չանենք, այս ամեն ինչից, ինչը լսում եք հիմա, հիանում եք, այս ամեն ինչից զրկվելու եք, չի լինելու։ Սա է մեր ընտրությունը, այո, հիմա եկել են տեխնարի, սպեցիալիստի, որ աշխատում են։ Դուք լսում եք ինչ է կատարվում Հայաստանում։ Էլ եմ կրկնում, մի բանա որ գորը ասի, մյուս բանա որ նախարարն ասում, լսեք, ամսի 7-ին ճիշտ ընտրություն արեք։ Շարունակեք, պարոն։ Ինչ է հետաքրքրում ձեզ, ասեք։ Լսեք, ես իդեպ այս ցուցահանդեսի հետ կապված ափսոսում եմ, որ չկարողացաք ֆիզիկապես ներկա գտնվել։ Ցուցահանդեսը նաև շատ կարևոր էր նրանով, որ վերջին 2 օրերի ընթացքում բոլոր ռազմարտունաբերողները, դրանք ավելի քան 3 տասնյակ ընկերություններ ներկայացված էին մարզահամերգային համալիրում կայացած միջոցառմանը, բոլորը իրապես իրար ճանաչել։ Բոլորը գիտեն, որ կան նմանատիպ ընկերություններ, իրենց այս կամ այն արտադրանքներով, բայց մենք այս ցուցահանդեսը նաև կազմակերպեցինք ոչ միայն մեր պրոդուկտները արդեն բացելու եւ հանրայնացնելու, որպեսզի նաև միջազգային շուկաներում ունենանք, գտնենք նոր պոտենցիալ գնորդներ ու մատակարարումներ անենք, որովհետեւ այս էջը արդեն իսկ մայիսից բացված է։ Ոչ միայն սա հաշվետվություն էր, թե ինչպես է 172 միլիարդ դրամը ներդրվել եւ շատ կոնկրետ տեսանելի ինչ արդյունքներ են գրանցել, այլև ներքին այսպես նոր հարաբերությունների մշակույթը ձևավորել։ Մեր աչքի առաջ այս 2 օրերին մի շարք ընկերություններ այսպես հատուկ հատկացված հատվածներում էքսպոյի փորձում էին հասկանալ, թե ինչպես կարող են այս կամ այն իրենց լուծումները ինտեգրել մեկ-մեկու հետ։ Գիտեք, ինտեգրված լուծումները եւ բանը ներեգություն ձեզ ընդհատեմ։ Այն ժամանակ, որ մենք սկսեցինք զբաղվել այդ հարցերով, ես ուր ասել էլի գենշտաբով, պաշտպանության նախարարություն, համարը չկա ռազմավարության դիրեկտոր, որին ես չճանաչեմ։ Մենք իրար չենք ճանաչում, մենք իրար ենք ման գալիս։ Իսկ հիմա ձեր ասածը արդեն մարդիկ իրար ճանաչում են, որովհետև кто-то управляет этим, кто-то их знакомит, իրար հետ կապում են իրար, բան են անում, չէ՞։ Ռայնսմետալը մի անգամ չէ ռայնսմետալ։ Առաջի քայլերից է սկսել, իրար ճանաչել են, իրար հետ բան են արել, չէ՞ որ հասել է ինչ-որ բանի։ Ես նաև ասեմ, որ անցնող տարվա 25 թվականի ընթացքում եւ 26-ի սկզբին մենք նաև մի քանի երկրների հետ իրականացրինք փակ ձևաչափով։ Գիտեք, մինչև այս փուլը մենք այսպես բավականին փակ ենք աշխատել։ Համարել ենք, որ պիտի նախ առաջին երամյաների փուլը ավարտենք, ամփոփենք, որպեսզի մեր ռազմարտունաբերողները գիտեք կան ժամկետներ մատակարարումների։ Այդ ժամկետները պիտի պահվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության բանակը ստանա իր պատվիրակած արտադրանքները, հայրենական պրոդուկտները, եւ մենք ըստ էության փորձում ենք չշեղել մեր ռազմարտունաբերողների ֆոկուսը, եւ ինչպես նաեւ հասկանում ենք, որ
քանի դեռ չկան արտահանումներ, մենք չպիտի դեռևս այսպես բրավադայով կամ այսպես ճորոմ բարերով խոսենք, լուսանկարներ հրապարակենք եւ պայմանավորվել ենք, որ նախ առաջին փուլի ամփոփումը եւ առաջին փուլի արտահանումները կայանալու պարագայում նոր կգնանք այս ճանապարհով, այսինքն կհանրայնացնենք այն, ինչ արդեն իսկ ստեղծել ենք։ Բայց փակ ձևաչափով մի շարք համագործակցություններ հասցրել ենք անել տարբեր երկրների հետ, ինչ էր տեղի ունեցել։ Ամենաառաջատար երկրների հիմա չեմ ուզում թվարկել, բայց դուք կարող եք պատկերացնել, որոնց հետ ունենք նաև ռազմատեխնիկական համագործակցություններ, զինված ուժերը։ Մենք այդ երկրների ամենաառաջատար, իսկ դրանք չափալ աշխարհի մակարդակով համաշխարհային հսկաներ են, այցեր կազմակերպեցինք դեպի Հայաստան այդ ընկերությունների կողմից եւ նրանք տեղում ծանոթացան հայկական մշակումներին, հայկական արտադրողների տարատեսակ լուծումների։ Այսօր մի շարք գուցե թե 1 տասնյակ հայկական ընկերություններ աշխարհի առաջատար այն երկրների, որոնց հետ մենք ունենք այդ օրինակ հարաբերություններ, վստահելի եւ բարձր քաղաքական մակարդակով հարաբերություններ, ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նաև համատեղ օրինակ R&D համատեղ ծրագրերի վրա են աշխատում։ Այսինքն երկու կողմերի թիմեր համատեղում են իրենց ջանքերը եւ ստանում են պրոդուկտներ։ Սա շատ բան փոխեց նաև աշխարհի հետ հարաբերվելու մեջ մեր ռազմարտունաբերողներին։ Սա բերեց նոր մտածողություն, նոր մտահորիզոն ձևավորեց մեր ռազմարտունաբերողների համար, որովհետև անգամ բարևելիս Սիլիկոնյան հովտում կար հատուկ ձև, հա, տեխնոլոգիական ոլորտում, եւ յուրաքանչյուրը ունի իր յուրահատկությունը։ Այս օրինակ շփումներ վերության կոմիտեի դեպ նախագահ Արամ Ջիվանյանի անձնական առաջնորդությամբ նմանատիպ շփումները ստեղծվեցին մեր ռազմարտունաբերողների եւ մեր միջազգային գործընկերների հետ։ Մեր աչքի առաջ մենք ամեն օր նկատում էինք, թե ինչպես է փոփոխվում այդ մշակույթը, աշխարհի հետ հարաբերվելու, խոսելու, տեխնոլոգիաների տրանսֆերի մասին քննարկումներ մեկնարկելու եւ այսպես շարունակ, որովհետեւ տեսեք, պատերազմից հետո ձևավորվեց մի իրավիճակ, երբ մեր սիրելի ռազմարտունաբերողները պարզապես փորձում էին ինչ-որ կերպ օգնել բանակին։ Բայց հուզական, հիմնականում դա ձևավորված էր հուզական հենքի վրա։ Մենք առաջարկեցինք լրջացնել այս ամենը։ Մենք առաջարկեցինք լրջանալ եւ դա հիմք կհանդիսանար, որպեսզի պրոֆեսիոնալ կերպով ոլորտը, ինդուստրիան կայանար, հասունանար։ Աչքովս եմ տեսել, այո, դա տենց էլ կա։ Եվ սա նշանակում էր, որ մեր ընկերությունները բոլորի համար մենք ֆիքսեցինք, որ բոլորը սիրում են Հայաստանը, բոլորը ուզում են հավելյալ նոր արժեք ստեղծել մեր պաշտպանունակության համակարգի համար, սա ապրիորի ֆիքսում ենք, բայց շարունակում ենք այս խոսակցությունը, որովհետև յուրաքանչյուրը պիտի բիզնես մտածողությամբ մոտենար սրան։ Որովհետև եթե բիզնես մտածողություն չլիներ եւ մեր ընկերությունները հավերժ ակնկալեին, որ պիտի պաշտպանության նախարարությունից գնումներ կատարեն, իսկ դրանք ժամանակի ընթացքում դառնում են, կներեք, բայց ոչ ակտուալ։ Այո։ Հասկանում եք, այսինքն պաշտպանության նախարարությունը չի կարող աշխատել հանուն արդյունաբերության զարգացման։ Պաշտպանության նախարարության մի կարևորագույն եւ հիմնական առաքելությունը դա երկրի անվտանգության պատշաճ ապահովումն է։ No, кроме того, он заказчик պաշտպանության նախարարության։ Այո, բայց որպեսզի ոլորտը կայանա, նոր պատվիրատուներ են հարկավոր։ Պիտի մենք համատեղ ձևավորեինք այլընտրանքային պատվիրատուներ, իսկ այդ պարագայում բնականաբար դա նշանակում էր նաև արտահանում։ Ինչ պիտի տեղի ունենա։ Պիտի մեր ընկերությունները միջազգային շուկաների համար նաև մրցունակ պրոդուկտներ ստեղծեն ու արտահանեն, գեներացվի փող, այդ փողը պիտի գա Հայաստան։ Ուարեցին է։ Եվ այդ փողը միայն հարկերը չեն, մեզ էս պարագայում անկեղծ պիտի ասեմ,
առաջնային trigger-ը այդտեղ հարկեր ձևավորելը չեն, բայց իհարկե դրա տնտեսական էֆեկտները չափազանց կարևոր են։ Առաջնայինը, որ այդ գումարները գալիս են, դրանց մեծ մասը նորից ներդրվում է տեխնոլոգիաների եւ նորարարությունների մեջ։ Ձևավորվում են նոր կարողունակություններ, նոր կոմպետենցիաներ։ Դրա արդյունքում նոր գիտելիք է ստեղծվում եւ նոր պրոդուկտներ։ Իսկ այդ պրոդուկտները արդեն զգալիորեն տարբերվում են սկզբնական փուլում ձևավորված կամ մշակված արտադրված պրոդուկտներից։ Դրանք արդեն աշխարհի հետ համահունչ են։ Այս շղթան, այս ցիկլը այսպես է աշխատում։ Եվ մեր ռազմարտությունաբերողները ի ուրախություն մեզ բոլորից հասկացան, որ դա ճիշտ ճանապարհ է։ Այսինքն այլևս հուզական տեքստերը դրանք մեր սրտում մեր մտքում կան, դրանք երբեք չեն վերանալու բարեբախտաբար, բայց նաև պիտի իրենք լրջանան, պիտի էլ ավելի կայանան եւ սրան նայեն որպես տնտեսական նաեւ լրջակույն գործունեություն, որովհետեւ մենք խոսեցինք գիտության մասին, բայց ես պիտի ասեմ, որ մեծ պոտենցիալ կա ռազմարտությունաբերության ոլորտը դարձնել տնտեսության կարևորագույն սեգմենտներից մեկը։ Այս պահին ես չեմ կարող նման պնդում անել, բայց ես կարող եմ ասել, որ կա դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները առկա են։ Մենք պարզապես պիտի համբերատար այս ճանապարհը անցնենք։ Մենք չպիտի կտրվենք իրականությունից, ինչպես ասացի, մենք պիտի քայլ առ քայլ շարժվենք այս ճանապարհով ու աշխարհի ամենաբարձր ստանդարտներին համարժեք համապատասխան մի քանի ուղղություններով պրոդուկտներ արտադրենք եւ մատակարարենք աշխարհի։ Պարոն նախարար, նայեք, ամեն ինչը սիստեմական պետք է լինի, մի ոլորտ չի կարա լինի, ռազմարտությունաբերություն առանց այն ոլորտների չի կարա լինի, ամեն ինչը իր հետ է։ Ուրեմն մի քանի օր առաջ նստած էինք գերմանացիների, շվեյցարացիների հետ ու իսպանացիների հետ։ Ասում են, իսպանացի, գերմանացի, շվեյցարացի ասում են, Nvidia-ն մեր մոտ չկա, այմար ձեր մոտ ոնց է, դուք ոնց եք աշխարհի 5 երկրի մտնելու այդ բաներով։ Կա Nvidia-ն կա իրենց մոտ, բայց կարող եմ ասել, որ նույն Գերմանիայում մենք այստեղ երբ խոսում ենք արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների մասին, ծավալային առումով, երբ նոր գործարանները սկսեն աշխատել, գործարկվեն, դրանցից մեկը իդեպ Elevate-ը արդեն սկսեց աշխատել, առաջիկայում մենք սպասում ենք նաև Firebird-ի գործարկմանը, այդ իմաստով աշխարհում մենք ձեր նշած երկրներից իհարկե ավելի առաջ կլինենք։ Ուզում եմ ասել իրեն իրենց անուններով կոչենք, այնպես չէ, որ Գերմանիայի նման երկիրը հասանելիություն չունի, բայց ի ուրախություն մեզ, հաշվի առնելով 25 թվականի օգոստոսի 8-յան իրադարձությունները եւ մեր ռեակցիան դրան, որովհետեւ տեսեք, շատ կարեւոր է, որ ռազմավարական անգամ կոչվող փաստաթուղթը չմնա որպես դեկլարատիվ փաստաթուղթ։ Այդպիսի փաստաթղթեր մեր կյանքում, բոլորի կյանքում են լինում, բոլոր երկրներում։ Մեր ռեակցիան եւ մասնավոր հատվածի ռեակցիան, այսինքն շատ կարեւոր է պետություն մասնավոր, ՀՀ կառավարությունը եւ Firebird-ի թիմը շատ արագ կարողացան դրան ռեակցիա տալ։ Օրերի ընթացքում եւ կապիտալիզացնել։ Այսինքն այս իմաստով նաեւ հաշվի առնելով էներգետիկ կարողությունները, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում, մենք ունեցանք հնարավորություն համոզելու, հիմնավորելու Միացյալ Նահանգների մեր գործընկերներին, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ունի ամբողջ բավարար ռեսուրսները դառնալու տարածաշրջանային արհեստական բանականության գործարանների հաբ կամ հանգույց։ Ժորժ ջան, լսում եք։ Այսինքն մենք Հայաստանը 5-յակի մեջ է մտելու աշխարհի։ Արձանագրենք, որ կան մի քանի գուցե թե տասնյակ երկրներ, որոնք հասանելիություն ունեն, կարող են Միացյալ Նահանգներից լիցենզիա ակնկալել, ասենք 2 տասնյակ երկրներ, բայց հաշվողական ռեսուրսների քանակով մինչև տարեվերջ ակնկալվում է, որ Հայաստանը առնվազն լավագույն աշխարհի տասնյակում կլինի։ Մեր գործընկերները Firebird-ի ասում են հնգյակում, ես ավելի համեստ եմ միշտ, ինչպես նկատած կլինեք, տասնյակներ, ասում եմ, մեր ժողովուրդը կգնահատի նաև այն, որ մենք տասնյակում հայտնվենք։ Իհարկե։ Պարոն Հայրապետյան, նայեք ինչա։ Մենք 5 րոպեից պիտի ավարտենք, ամենայն հարգանքով։ Վերջի հարցը, արդեն հարցել չկա, ուղղակի ես ժողովրդին ասեմ, ձեր
Ժորժ ջան, տեսնում եք ինչա կատարվում, ինչ ծավալներ են, ինչա պատրաստվում Հայաստանում, ինչա բան լինում եւ այլ եւ այլ։ То есть մենք оказывается մենք կարայինք տենց լինեինք։ Ու հիմա դառնում ենք։ Խանգարողները շատ են, ես հիմա քանի որ պարոն Հարապետյան նախարարը ինքը պետքա պոլիտիչնից դիրջать չի կարա բաներ ասի, բայց մենք գիտենք շատ լավ մեր խանգարողը, բայց մենք անում ենք, մենք հասնում ենք դրան։ Ու ոչ ոք մեզ չի խանգարելու։ Ես ձեզ մի բան ասեմ, մի բան պիտի ասեմ։ Իմ բնույթով ես սովորեմ ոչ թե ավելի շատ այլ տեղերում փնտրել մեղավորների, այլ ինքնահայեցման ճանապարհով գնալ։ Ռազմարտունաբերություն չունենալու պատճառը ձեր ակնարկած պետությունը չի։ Ամենայն հարգանքով։ Սա իմ կարծիքն է, դուք կարող եք այն չկիսել։ Մենք որպես պետություն որոշում կայացրել, որ չպիտի ունենանք մեր սեփական արդյունաբերությունը, եւ մենք ենք ինքներս որոշում կայացրել, որ պիտի ինքներս մեզ կախվածության մեջ տնենք մեկ կողմից։ Ով ինչ ասի, չհավատակ։ Ես մի հատ գեներալի մոտ եմ մտել։ Ուղղակի այլ ձեր ասած գեներալները կամ որոշ պաշտոնյաներ գուցե թե ունեցել են որոշակի անձնական շահագրգռվածություն։ Դուք եք էֆիրում անունը չեն տալիս, потому что политարետ։ Հետո դուք արդեն առանցից։ Ես գեներալի մոտ եմ մտնում, բանը ցույց ենք տալիս մեր բանը 400 լիստ դակլադ ենք դնում, ինչ ենք անելու եւ այլ եւ ասում եմ 2006 թվականից ես բիսպիլոտնիկով եմ զբաղվում։ Ասում եմ դրա համար մի հատ չունենք ու համեմատենք N ու S։ Բայց եկեք կենտրոնանանք դրականի վրա։ Մենք այդքան ժամանակ ու էներգիա չունենք անընդհատ նեգատիվով մեզ այսպես շրջապատելու, նաև մեր քաղաքացիներին։ Անկեղծ եմ ասում, մենք պատմական ժամանակահատվածում ենք ապրում։ Այդպես է ստացվել։ Եվ հնարավորությունների ժամանակաշրջանում ենք ապրում։ Եվ ես ասում եմ, որ առաջարկում եմ, որ բոլորս կենտրոնանանք ամեն օր այդ հնարավորությունները կապիտալիզացնելու մեր պետության համար։ Մնացած գնահատականները դրա համար կան ինստիտուտներ, իրավապահ համակարգ, մենք պիտի այդտեղ բարեփոխումները շարունակենք անել ու ապավինենք, որ իրենք իրենց աշխատանքը կատարեն։ Չէ, կիսում եմ, լրիվ հասկանում եմ, բայց հիմա ժամանակն է լուր, զուսպ աշխատելու եւ արդյունք ստեղծելու եւ օրեցօր զարգանալու։ Եվ սա կենաց չի։ Ես ամենակեշն կենացներ, ես ուղղակի ուրախ եմ, որ նաև մեր քաղաքացիները եւ 28-ի, մայիսի 28-ի զորահանդեսին, բայց նաև եւ հատկապես ռայզի շրջանակում, որովհետեւ այստեղ բացառապես հայկական արդյունաբերական պրոդուկտներն էին ներկայացված, ուղղակի տեսան, որ չկան կենացներ, ընդհակառակը ուղղակի չէին սպասում շատ-շատեր։ Այսօր վարչապետը ինքը այցելել էր մարզահամերգային համալիր եւ ինքը ընթացքում խոստովանեց այդ թվում եւ ուղիղ եթերում ասաց, որ ճիշտն ասած ես 1 ժամ էի նախատեսել, մտածելով, որ կհասցնենք բոլոր տաղավարները այցելել։ Ի տխրություն շատ մեր գործընկերների չստացվեց, բայց ի ուրախություն մեզ 1 ժամում ուղղակի հնարավոր չէր ամենը տեսնել։ Այդ ինչ շատ լավ է։ Մխիթար ջան, մենք հիմա հրաժեշտ ենք, դուք շտապում եք, ես էլ գործեր ունեմ եւ այլն։ Ժողովուրդ ջան, ուրեմն ով ինձ պատվիսկա եղած է, խնդրում եմ, որ ես չերես չասեմ, պարոն Հարապետյանը ասում է, հետո ես կրկնում եմ, ինձ լսում եք, միանգամից պատվիսկա եղեք Մխիթար Հարապետյանին, նախարարին ու ամեն ինչը с первых рук դուք իմանաք, հա։ Ու տեսնում եք ինչքան նորություն կա ու ինչքան լավ նորություն կա։ Ուժեղանալու ենք ու մենք հաղթելու ենք։